Կոնյակ ու գինի արտադրողները արդարությունը Վրաստանի կառավարությունից են ակնկալում։ 40 օր է մեկ տասնյակից ավելի բեռնատար կանգնել մնացել է վրացական անցակետում, եթե բաց չթողնեն ֆինանսական անկումը անխուսափելի կլինի։ Կանդրադառնա ընկերությունների հաստիքացուցակի վրա, կխփի աշխատողների գրպանին։ Վարչապետը ասում էր, որ մենք պետք է տուրքեր վճարենք եւ այլը, հայտարարագրեր գրենք, որտեղ գրենք եւ ինչ գրենք։ Տարանցիկ երկրով անցնելուց մեքենաները սահմանի վրա ձերբակալում են, կոպիտ ասած, եւ փորձաքննության են ուղարկում ու արդեն 40 օր շարունակ։ Կոնյակագործները մոտ 10 օր առաջ էլի դեսպանատան մոտ էին։ Բիզնեսմեններից մի քանիսը հանդիպել էին դեսպանին ներկայացրել վիճակը։ Էպիկենտրոնը տեղեկացավ, որ դեսպան արտադրողներ երկխոսությունից մի քանի օր անց վրացիները մոտ 20 բեռնատար բաց են թողել։ Հիմա նորից դադար է։ Ինչու է Վրաստանը խոչընդոտում հայկական խմիչքի արտահանմանը։ Ենթադրությունները շատ են, բայց ոչ մի հստակ պատասխան։ Ադրբեջանը նույնպես ունի կոնյակ, իհարկե նրանց կոնյակները որակով շատ կտրուկ զիջում են եւ տարբերվում են, բայց չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անդադ գրովում է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրովում են մեր կոնյակագործության եւ խաղողագործության վրա։ Խմիչք արտադրող երկու ընկերության մեկական ներկայացուցիչ այսօր էլ է հանդիպել դեսպանի հետ։ Նա ասել է, որ Թբիլիսին չէ հասցեատերը։ Դեսպանի երկիմաստ ու խուսափողական պատասխանից ու այլտեղ մեղավորներ փնտրելու հորդորից հետո մարդիկ դժգոհություն արտահայտելու այս ձևն են ընտրում։ Մոտ մեկ ժամ ծարավաղբյուրը կաթվածահարանելուց հետո որոշեցին շարժվել կառավարություն, բայց այսօր ավարտում ենք մեր ակցիան, որովհետև հենց որ կառավարությունից մենք պատասխան ստացանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր հարցի լուծումը կկատարվի։ Խմիչք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով շաբաթական արտահանել են մինչև 10 բեռնատար, 100-ից 150 շիշ։ Հիմնական շուկան ռուսականն ու բելառուսականն է։ Եթե խոչընդոտը չվերանա, բիզնես գործընկերները հնարավոր է խզեն պայմանագրերն ու այլ գործընկեր փնտրեն։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։